կենտրոնում ենք, հիմնական լինում է, բայց շատ քիչ։ Գոհ ենք հիմնականում հոսանքի ծառայությունից, դիմում ենք, եթե խնդիր ա լինում, մի անգամից մոտենում են։ Անջատումներ շատ ա լինում։ Այս վերջերս ա լինում։ Ու շատ երկու անգամ արդեն բացին չացել ա։ Ես ապրում եմ Արաբկիր շրջանում, երկու հասցեով, ու ես չեմ բողոքում երբևէ անջատումներից եւ իմ շրջապատում էլ լրիվ տրամաբանության մեջ է։ Ներդրումը չի անջատվի կյանքում, ինչ ասեմ։ Հաճախակի էլեկտրոէներգիան անջատվում է, բնականաբար էլեկտրական ապրանքները փչանում են եւ այլն։ Դա է մեր դժգոհությունը հիմնականում։ Մեր մոտ այդքան անջատումներ բաներ չկար, չի լինում։ Ուրիշ տեղեր հաճախակի եմ տեսնում անջատում են։ Պատճառը որն է, շինարարությունն է երևի, ռեմոնտ բան են անում, ես այդ եմ նկատել։ Հերոստացույցով իմանում են դրա մասին։ Այն ժամանակ ամսի 21-ին անջատում էին, հիմա անջատումներ այդքան չկան։ Մեր օտանո օրինակ շատ հաճախ լույս չի լինում։ Ասա ոսան ով առնելու։ Դու ասա։ Նիվերեն մի պայել։ Ասա, բայց ինչ տարբերություն, դու ասա։ Գիտեք ինչ, քանի որ մեր երկրի ստրատեգիկ ռեսուրսները հանձնված են ուրիշ երկրին եւ մենք շատ մեծ կախման մեջ ենք եւ հիբրիդային պատերազմ ազդեցությունը շատ մեծ է քաղաքական մեր երկրի վրա, ես գտնում եմ, որ այդ կարգի օբյեկտները էներգիան, ժելեզնայա դարոգա, երկաթուղին նման ստրատեգիկ արժեք ունեցող կառույցները պիտի պետության ձեռքին լինեն եւ ոչ թե անհատների առավել եւս օտար երկրի քաղաքացու։ Լավ է։ Թանկա գազն էլ, ջուրն էլ, էներգիան էլ, թանկա իհարկե։